կախվածության ձևավորումը մեր ուղեղի դասական այդ մի բան սովորելու մեխանիզմով է։ Երբ ուզեմ կկանգնեմ, դե լավ մի անգամ ինչ պիտի լինի։ Վախը աշխատող գործիք չի։ Դա դե լավ դե ինչ պիտի լինիները վերջանում են հետո քո կաբինետում։ Կախվածություն ունեցող մարդը իրականությունը դուր չի գալիս։ Որն են լուծումները, ինչ է հիմա առաջարկում բժշկությունը։ Եթե մի բան մեր ուղեղը սովորել է, կարա դրա հակառակն էլ սովորի, էլի։ Այսինքն նենց չի, որ կախվածության մեջ գնում են մենակ դժբախտ մարդիկ դժբախտ կյանքի։ Այդ նյութը պետքա, որ ես նորմալ կենսագործունեություն ապահովում։ Չպիտի ներքին որոշում լինի բուժվելու դուրս գալու համար կախվածությունից։ Մենակ այդ որոշումը շատ քիչ է։ Ողջույն սիրելի հետևորդներ, Հայլ կարծիքի ալիքի եթերում անբոքսինգն է, հաղորդաշար, որի ընթացքում մենք քննարկում ենք հոգեբանական խնդիրները, հոգեբուժական խնդիրները, քննարկում ենք խնդիրները համապատասխան մասնագետների հետ եւ բարձրաձայնում ենք այն բոլոր հարցերը, որոնք որ հետաքրքիր են շատերին։ Իմ հյուրն է այսօր, իմ շատ սիրելի ընկեր, իմ կուրսեցի եւ բժիշկ նարկոլոգ կամ ադիկտոլոգ նոր տերմինաբանությունով եթե վերցնենք, Կամոն։ Մենք իր տվյալները կթողենք, կարող եք դիմեք։ Ես ուզում եմ մեր այսօրվա խոսակցությունը, մենք խոսելու ենք կախվածություններից բնականաբար, բայց ուզում եմ մեր այսօրվա խոսակցությունը լինի ընկերական միջավայրում, ոնց ինքը միշտ տեղի է ունենում, երբ որ մասնագետները հավաքվում են ու սկսում են քննարկել իրենց մասնագիտական խնդիրներն ու անհանգստացնող հարցերը։ Ինչ կարծիք ես այդ հարցի շուրջ։ Լրիվ համաձայն։ Սկսենք երևի թե ամենակարևոր հարցից, ինչ է կախվածությունը ու ոնց է առաջանում։ Հասկացա։ Ինձ թվում ավելի ճիշտ է սկսել ոնց է առաջանում, հետո ընթացքում պարզ կդառնա թե ինչ է կախվածությունը, էլի։ Ուրեմն կախվածության ձևավորումը մեր ուղեղի դասական այդ մի բան սովորելու մեխանիզմով է, էլի ինքը ձևավորվում։ Այսինքն մենք որ պրիմիտիվ ուրիշ գործողություններ սովորում ենք, այդ նույն մեխանիզմն է աշխատում։ Այսինքն կարող ասենք որ կախվածությունը սովորելու մասին է, էլի մեր ուղեղը ինչ որ բան սովորեց։ Երբ որ մարդ սկսում է օգտագործում առաջին անգամ ինչ որ մի պսիխոակտիվ նյութ, պայմանականորեն ինչ որ մի հոգեխթանիչ, չգիտեմ անուններ արժի։ Արի ասենք անունները։ Օրինակ կոկային, ինքը ոնց որ ամենադասականն է կախվածության, ինքը ամենասկզբնաղբյուրից է, էլի սկսվում, այսինքն սա կախվածություններն էլ այդ մեխանիզմով են առաջանում։ Ուղղակի որոշները ասես տարբեր ճանապարհով են գալի, էլի նյութերը, բայց սկիզբը տեղա։ Սկիզբը մեր դոֆամինային համակարգն է, որը որ պատասխանատու է մեր գործելու, ինչ որ բան անելու, սովորելու համար։ Երբ որ մարդ գործածում է կոկային, այդ ժամանակ կոկային ինքն հենց աշխատում, որ չի թողնում, որ դոֆամինը աշխատելուց հետո, ասենց ասեմ, հետ գնա նեյրոն, հետ գնա նեյրոն ու պայստավորվի այնտեղ կամ նորից էլի արտազատվի։ Այսինքն ինքը դոֆամինային տրանսպորտն է բլոկավորում ու չի աշխատում այդ տրանսպորտը։ Դրա արդյունքում ստեղծվում է մի հատ իրավիճակ, որ սինապսում այդ տեղը որտեղ որ դոֆամինը իր գործը անում է, մեծ քանակի դոֆամինի կուտակում է լինում։ Այդ process-ը մեզ այդ մեր սովորելու մի բան անելու հենց հիմնակարն է, էլի սենց ասեմ։ Այդ մեր օրգանիզմի համար, մեր ուղեղի համար այդ վիճակը ընկալվում է որպես ծայրահեղ կարևոր բան, այսինքն ոնց ասեմ։ Երբ որ մենք հաց ենք ուտում օրինակի համար, կարևոր բան է, չէ, ապրելու համար։ Այդ ժամանակ ինչ որ մի քանակի դոֆամին է արտադրվում այդ տեղում ու աշխատում է։ Երբ որ կոկայինն է այդ process-ը անում, այդտեղ մի 10, 20, 30 անգամ ավելի շատ դոֆամին անում։ Ու մեր ուղեղը այս process-ը ընկալում է որպես չափազանց կարևոր գործիք ապրելու համար։ Այսինքն առանց սրա շատ կարևոր բան է։ Ու տեղից սկսվում է այդ process-ը, էլի, այսինքն այդ ֆիքսվում է, հիշում է մարդը կապում եմ միջավայրում ինչ կար այդ բանին, ինչ առարկաներ կային, ովքեր կային, որտեղ էինք, ինչ օրեր։ Այդ ամեն ինչի հետ ասոցիացիաներ է ձևավորվում։ Ու այդտենց ֆիքսվեց, բայց դեռ կախվածության մասին խոսք գնել չի կարող, էլի, որովհետև այդ մի անգամը շատ քիչ է։ Դրանից հետո երբ որ շարունակվում է կրկնվել այս process-ը, այս իմ ասած ինչ ասացի, այդ ամրապնդում է գնում, էլի, այսինքն ամեն անգամ ինքը սովորում է, որ այս ամենակարևոր բանն է։ Այս ամենակարևոր բանն է։ Այդ ֆիքսվեց։ Դրանից հետո պայմանականորեն ես շատ բարձրացված եմ, էլի ասում, մաքսիմալ բարձրացված եմ ասում, ոնց ասեմ, հասկանալի որ լինի, էլի լայն շրջանակների համար։ Մեծ մասնագիտական զրույց պետք չի, ըստ պետք է նրա համար, որ մարդիկ ուղղակի լսեն ու հասկանան արդյոք այս խնդիրը իրանց առնչվում է թե չէ։ Երկրորդ, տենց պայմանականորեն ասած փուլում արդեն որ տենց այդ
հստակությունը կա, որ այս ամենակարևոր բանն էր։ Այդպես այդ ընթացքում մարդը սկսում է շատ անել, ինչ որ, բայց դեռ այտենց ֆունդամենտալ առումով կախվածություն չկա, էլի, ասենց ասեմ։ Հետագայում արդեն մեր օրգանիզմը պետք է հարմարվի, չէ՞, այդ process-ին, ու այնտեղ մենք հոմեոստազը գիտենք ինչ է երկուսս ամենայն դեպս, այդ մի հատ վիճակ է, որ օրգանիզմը բերում է բալանսի իր ներքին կայունությունը։ Հա, էլի, այսինքն չգիտեմ, աղը բարձր է օրգանիզմում, հյուսվածքներից հեղուկ է գնում ուտեք, որ հետո դուրս գա այդ հեղուկը, ոնց որ շատ կարևոր բան է օրգանիզմի նորմալ աշխատելու վիճակն է հոմեոստազը։ Այսպես։ Երբ որ մարդ անընդհատ փոխում է այդ իր հոմեոստազը, օրինակ կոկաինի միջոցով, օրգանիզմը պետքա փորձի դրա դեմ պայքարի ինչ որ ձևով։ Ոստեղ գալիս է այդ ալոստազի այդ ուրիշ երևույթ է, դա այն վիճակն է, որ այդ հոմեոստազին օրգանիզմը փորձում է հասնել ստաբիլ փոփոխություններով, ասենց ասեմ, այսինքն որ ինքը արդեն ուրիշ ձև է սկսում ուղղակի աշխատել։ Ինքը, չգիտեմ, դոֆամինային ընկալիչների քանակն է քչացնում, դիսնորֆին, լավ, լիքը նյութեր է արտադրում, որ մարդը այդ միշտ sense էйֆորիկ վիճակում չլինի պայմանականորեն, էլի։ Այսինքն sense նորմայի վիճակում լինի, որովհետև չի կարա մարդը միշտ էйֆորիկ վիճակում լինի ու այդ իր համար լավ էֆեկտ է։ Այսինքն ինքը փորձում է ինքնապաշտպանվելու։ Ինքնապաշտպանության արդյունքում ձևավորվում է մի հատ այնպես վիճակ, երբ որ նյութի բացակայությունը ստեղծում է շատ sense ծանր դիսֆորիա, տհաճ զգացողություններ, տագնապ ու այդ պահից սկսած արդեն նյութի գործածումը էйֆորիա չի առաջացնում։ Նյութի գործածումը բերում է մի հատ վիճակի, որը որ այն սովորական ժամանակ առանց գործածման sense 0-ն է, էլի։ Այսինքն էլ չկա հաճույքը։ Մարդը չի անում այդ գործողությունը հաճույք ստանալու համար։ Մարդը այդ գործողությունը անում է, որ ինչ որ sense նորմայի գա, էլի։ Այստեղ շատ կարևոր բան էլ է, էլի, այս ընթացքում լինում, սկզբնական փուլում process-ը sense impulsive բնույթ էր կրում։ Մարդը փորձում էր գտնել այդ սուբստրատը, ասենք այդ կոկաինը փորձում էր գտնել, բայց այդ ընթացքում ինքը մտածում էր, ասում էր այսօր արժի թե չարժի, ինչ որ հիմա sense ինչ որ ձև կառավարելի էր, էլի այդ process-ը։ Ես մյուս этаպում արդեն ինքը ասում է կոմպուլսիվության անհամարում, էլի, ես դառնում եմ կոմպուլսիվ, այսինքն ավտոմատ է դառնում այդ process-ը։ Սկսում եմ ինձ վատ զգալ ու միանգամից մի հատ ճանապարհ է արդեն ստեղծվում է մեր գլխովեղում, որը որ պատասխանատու է այդ վատ զգալու վիճակից հանելու համար։ Ու այդտեղ արդեն շատ հստակ է, էլի, շատ արագ այդ ամեն ինչը կազմակերպվում է։ Ու երբ որ մարդը նույնիսկ որոշել է, որ ինքը չի անելու, ինքը անելուց հետո հասկանում է, որ ոնց եղավ։ Իսկ մենք մոտավոր կարող ենք ասենք, կա ինչ-որ տենց ստատիստիկա առաջին փորձից մինչև կախվածության ձևավորում։ Ինչքան ժամանակ անցնում ու այդ ինդիվիդուալ է թե չէ։ Հա, այդ բավականին ինդիվիդուալ է, այդտեղ մի քանի ինդիվիդուալության ֆակտորներ կան, մեկը հենց սուբյեկտը, այն մարդը, որ գործածում է, ու շատ կարևոր է ինչ նյութ է գործածում, էլի, այստեղ մեծ նշանակություն ունի այդ նյութը ինչ արագությամբ է հասնում ուղեղ, ուղեղի որ ստրուկտուրաների վրա է ազդում, այդ օրինակ մեկը սոցիալական ընկալումը մեծ նշանակություն ունի, որովհետև ծխախոտի պարագայում օրինակ նիկոտինը իր ադիկտիվ պոտենցիալը ստատիստիկայի ամենաբարձրից էլի։ Այստեղ էլի այդ Արանք կարմիր տողով գրենք ծխողների համար։ Այո, ես ինքս եմ ծխում։ Այստեղ բայց այդ սոցիալական ֆակտորն է երևի ավելի մեծ նշանակություն ունի, քան բուն նիկոտին ազդող նյութի թողած sense կենսաբանական էֆեկտը։ Ինքն էլ էս իմացած նույն մեխանիզմով աշխատում է, էլի, դոֆամինի քանակ բարձրացնել, հետո այդ սաղ process-ներով անցնում է ինքը։ Բայց մենք երկուսս էլ հասկանում ենք, չէ՞, օրինակ ծխելը տես մեծ հանրային բարձրավանքի չի առաջացնում։ Երկրորդ տեղում խմելն է, խմելն էլ այդքան բարձրավանքի չի եղել։ Խմելն էլ է տես։ Հիմա մենք ըստ ստատիստիկայի ունենք առաջի անգամ գործածում ու հետո կախվածություն ունեցող առաջին հորիզոնականներում նիկոտինն է լինելու, էլի։ Տենց ասեմ, հետո արդեն մի քիչ ավելի ծանրները թե ինչքան ժամանակ կտևի այդ կախվածության առաջացումը, դա էլ է ինդիվիդուալ ու շատ մեծ կապ ունի ինչ նյութ է, ինչ ձևով է մտնում օրգանիզմ։ Նույն հերոինը եթե մարդ ծխելու ձևով անում, ուրիշ ժամանակում կսկսի կախվածությունը տենց կայուն ձևով լինել, եթե ներքին ընդունած ասենք ուտում է, ուրիշ ժամանակ կտևի։
Այդտեղ շատ ֆակտորներ կան, էլի, ես ուղղակի sense ամենը նշանակալիներն ասում։ Մեկը գենետիկ ֆակտորը կա, ոնց որ կան հիմա հետազոտություններ կան, որ մոտավորապես մի 40% հակվածությունը որ կառաջանա թե չի առաջանա, ինչ որ գենետիկ նախատրամադրվածություն ունի, բայց ես ոնց որ այդքան էլ համակարծիք չեմ այդ հետազոտությունների հետ, որովհետև ես ենթադրում եմ որ նա ինչ է գենետիկ ֆակտորը, ասում են ծնողների մոտ եղել է կախվածություն, երեխաների մոտ էլ կարա լինի ու սրա հավանականությունը այսքան է, բայց այդտեղ պետք է հասկանալ այդ միջավայրային ֆակտորը, էլի, զուտտեղ դասական գենետիկա չի, էլի, որ կոնկրետ այս գենը բերում է բանի կախվածության առաջացման, չկա այդպիսի գեն մեծ հաշվով։ Այսի մյուս հարցն է։ Միջավայրային ֆակտոր։ Արդյոք բոլորը կարող են ընկնել կախվածության մեջ։ Այո, ցանկացած մարդ կարող ունենա կախվածություն, ցանկացած կաթնասուն կարող ունենա կախվածություն։ Կաթնասուններից ներքև արդեն մի քիչ այլ է տրամաբանությունը, բայց շատ պրիմիտիվ կենդանիներ, օրինակ դրոզոֆիլ ճանճը, շատ պրիմիտիվ կենդանի է ինքը, կամ մեղուները, իրանք էլ կարող ունենան կախվածություններ լաբորատոր պայմաններում, էլի խոսում, որովհետև բնության մեջ կախվածություն ինքը քիչ է հանդիպում, որովհետև կախվածությունները դրանք ապրելիությունը շատ քչացնում են, այսինքն կախվածություն ունեցող վայրի կենդանին ինքը վայրի բնության մեջ չի կարող ուղղակի ապրել, հետո էլ սերունդ թողել։ Ասել այդ առումով շատ քիչ է վայրի բնության մեջ, բայց ցանկացած մարդ միանշանակ կարող ունենա կախվածություն, որովհետև ցանկացած մարդու գլխում էլ կա այդ բազալ գանգլիաները, այդ մեզոլիմբիկ համակարգը, որտեղ որ սկզբնական этаպում ձևավորվում է կա գլխուղի կեղևը, որը ցանկացած մարդու վրա ազդելու է նույն ձև։ Ցանկացած մարդու վրա ազդել այդ համակարգերի վրա կարող է մի քիչ փոփոխություն լինի, այնտեղ օրինակ ընկալիչների քանակը տարբեր լինի, մեկի մոտ շատ լինի, մեկի մոտ քիչ, հավանականությունը ըստ այդմ փոխվի, թե երբ կառաջանա այդ կախվածությունը, երբ կամրապնդվի, կամ արդյոք այդ մարդը կգնա այնքան, մինչև կախվածություն իր մոտ առաջանա։ Այդ այնց հարցերում տարբերություններ կլինի, բայց եթե պայմանականորեն խոսենք ոնց որ լաբորատոր պայմաններում է հետազոտություն իրականացում, այսինքն մարդկանց տարբեր ռասաների, տարբեր տարիքի, տարբեր սեռի մարդկանց շատ վատ իհարկե հետազոտություն եմ նկարագրում այսպես երևակայական, բայց եթե այդպես հետազոտություն իրականացնեին հետազոտության արդյունքները կլիներ, այսպես ասենք 100%-ի մոտ էլ ձևավորվում է կախվածության մախտանիշ։ Այս կարևոր բան ես ասում, որովհետև ես շատ հաճախ եմ լսել իմ պրակտիկայում էլ միտք, որ դե ուղղակի իմ ուղեղն էր դրան հակված կամ իմ ուղեղի բիոքիմիաներն են աշխատում, որ ես հակված եմ կախվածություններին։ Պսիխոտրավման հոգեկառուցվածքը եթե մի կողմ թողենք, որտեղ այդտեղ մի քիչ կարող եմ համաձայնվել, որ ինչ որ առանձնահատկություններ կան, այսինքն ամեն դեպքում ես գենետիկ, հա, կոպիտ ասած իծն է, նենց չի որ կարող եմ օժտված լինեմ ինչ որ յուրահատուկ բիոքիմիայով ուղեղի, որ հենց ինձ ավելի բնորոշ է լինելու գնալ կախվածությունների մեջ։ Այդ բնորոշությունը շատ չնչին է, ասենց, այ նո պսիխոտրավմայից խոսել, այդ ինչ որ ձև ազդում է, բայց այդ գենետիկա չի, բիոքիմիա չի։ Գիտես, բիոքիմիա կա տեղ, որովհետև այդ պսիխոտրավմա տարած մարդկանց մոտ նույն դոֆամինային D2 ընկալիչների քանակը մի 20%-ով քիչ է լինում, քան պոպուլյացիայում ընդհանուր։ Այդ ինչ որ, այսինքն այդ մարդիկ դժվար են ավելի sense դրական էմոցիաներ ունենում, ինչ որ վայելում sense ասես կյանքի, էլի, ես մի քիչ կոպիտ արտահայտվեցի, բայց ընդհանուր հասկանալի լինելու համար եմ ասում։ Ու ոնց որ Ինձ մոտ ավելի նպաստավոր է պայմանները, բայց միանշանակ որոշիչ չէ, այսինքն չկա մի հատ այնց գենետիկ, էպիգենետիկ ֆակտոր, որը որ որոշիչ կլինի։ Դե միևնույն ժամանակ մենք հասկանանք, չէ՞ որ գեները չեն կարող անցնել որ մարդ գնա ու էդի փորձի ու հետո շարունակի։ Այդ անհնարին բան է։ Այ հետո շարունակի մասին էլ, իսկ կարող է ուղեղի բիոքիմիան այնց աշխատի, որ ինքը ուղղակի չկարողանա առաջի անգամից հետո արդեն կանգնի։ Այստեղ օրինակ ալկոհոլի պարագայում sense ասեմ ուղեղի բիոքիմիան չէ, բայց եթե մենք գեներից խոսենք, այս կարևոր բան է, էլի մտք ուզեմ ասեմ, ուրեմն ալկոհոլի փոխանակությունը օրգանիզմում մեծ հաշվով sense երկու մեծ ֆերմենտային համակարգով է գնում, այդ ալկոհոլ դեհիդրոգենազան ու ացետիլալդեհիդ դեհիդրոգենազան։ Ու այդ ֆերմենտները իրար sense շարունակական process են էլի իրականացնում, մեկը մի սուբստրատ է սարքում, մյուսը վերամշակում դուրս է բերում վերջում։ Ու կախված նրանից թե դրանց փոխհարաբերությունները ոնց է, այդ շատ մեծ ազդեցություն է։ Մարդը ալկոհոլից կախվածություն կունենա, թե չէ, բայց այդ ամեն ինչը ուղեղում չի, էլի տեղում լյարդում է տեղում։ Օրինակ ասիական կոնտինենտում ապրող մարդկանց մոտ այնտեղ
ճապոնացիներ, չինացիներ, իրանց մոտ այդ ֆերմենտների հարաբերությունը այնպեսին է, որ իրանք երբ որ խմում են, իրանց մոտ միանգամից սկսվում է այդ ավելի շուտ սկսվում է այդ պախմելնի վիճակ, էլի իրանք խմելուց տենց շատ լավ չեն զգում իրանց, ասենց ասեմ։ Ու այդ էլ հավանականությունն է քչացնում, որ իրանք շարունակեն անընդհատ խմել Ես էլ միշտ իմ մասին իմացել եմ, որ ես այդ հաստատ այդ խնդիրը ունեմ, եթե խնդիր համարենք։ Կարմերում ես։ Ես ընդհանրապես, ինչպես գիտես, մեր ընկերական միջավայրից միակ մարդն եմ երևի թե ձեր մեջից, որ ընդհանրապես չի խմում, ու այդ նրանից չի, որ ինչ որ տենց ներքին որոշում ա ու ես ընդհանրապես մոտիկ չեմ ուզում գնամ ալկոհոլին, ես ուղղակի հասկացել եմ, որ ես իր հետ չեմ կարողանում ապրեմ, իմ օրգանիզմը չի տանում։ Հասկացա։ Ոչ մի ձևով չի տանում, էլի, ամենաս մի կում, երկու կումից բաժակին էլ դաժե չի հասնում։ Ստեղից որ գնանք էլի ցանկացած մարդու մոտ կարելի ինքը չի կարելի, ես վստահ եմ, էլի որ դու սկսես քիչ խմել, sense օրգանիզմը կսովորի, ինչ որ մի հատ պահի, արդեն քեզ շատ դուր կգա, ու ինչ որ մի հատ ուրիշ պահի արդեն կձևավորվի կախվածություն, այսինքն, բայց այդ վայրը այդ շատ լավ օրինակ։ Այսինքն, բայց մոտ պիտի ներքին որոշում լինի հաղթահարել։ Այդտեղ գարս է դա անտահաճությունը, ուրեմն ես ներքին որոշում, չէ, ես չեմ ուզում ասեմ այդ ներքին որոշում ամեն դեպքում պահել կա, չէ, այնտեղ չկանգնելու, շարունակելու ինչ որ ներքին որոշում կա դրա մեջ։ Երբ որ մի անգամ, երկու անգամ, չէ, ընդհանրապես եմ ասում, որ մի անգամ, երկու անգամ ինչ որ մի բան փորձել ես, ընդ որում մենք խոսում ենք ալկոհոլից ու ինչ որ քիմիական նյութերից, բայց ես ենթադրում եմ, որ խաղալուն էլ է վերաբերվում այս նույն բանը։ Ու դեռ քննադատություն կա։ Ես կարծում եմ, որ սկզբում երբ որ դու փորձում ես նման նյութեր, չէ, այտեն ստանդարտ միտքն է, որ երբ ուզեմ կկանգնեմ, դե լավ մի անգամ ինչ պիտի լինի, հետո ընդեղից գալիս է, չէ, ինչ որ պահ որոշում շարունակելու։ Ես չեմ կարծում, որ այնպես որոշումա բարի բուն իմաստով, այնպես մեծ կամային պոտենցիալով օժտված որոշում չի, էլի, որտեվ դժվար է պատկերացնել, այսինքն դու արեցիր, բնականաբար չես մտածում, որ ոնց որ այդ քո կյանքի ամենակարևոր բանն է դառնալու, ու այդ բնավ պարտադիրը չի էլի մարդը որ մի անգամ անի ու հետո իր մոտ կախվածություն ձևավորի, այտենց մի անգամ անելը շատ վտանգավոր կարող լինի, բայց եթե մենք խոսում ենք բուն կախվածությունից, կախվածություն ձևավորելու համար երկար ճանապարհ պետք է անցնի, որ դասական իմաստով մարդու մոտ կախվածություն ձևավորվի։ Չեմ կարծում, որ ինչ որ կամային որոշման խնդիր։ Որ պահից է ուզում ասեմ գալիս այդ զգացողությունը, որ դե սկզբում հաստատ բոլորն էլ այն միտքն է, որ երբ ուզեմ կկանգնեմ։ Երբ է գալիս գիտակցումը, եթե գալիս է, որ ոնց որ թե չէ։ Ես կոնկրետ ժամանակով էլի։ Չէ, ժամանակով չէ, ինչ ֆուլերից հետո էլի։ Ինչ կետում իրանք ամենասենս տիպիկ է էլի, բայց որոշ նյութերի պարագայում այդ զրկանքը տենց արտահայտված չի։ Դրա համար հիմա ես որ ասեմ, ուզում սխալ չընկալվի էլի, դա կոնկրետ նյութեր կան, իրանք կախվածություն են առաջացնում, բայց իրանք զրկանքը սկսվում է ավելի ուշ։ Այն պահից երևի որ մարդիկ կորցնում են իրենց ազատությունը, այսինքն առանց այդ նյութի դժվար է դառնում ինչ որ միջանձնային շփումներ։ Այս տենց դասական վերջնական իմաստով չեմ ուզում էլի արտահայտել, այսինքն երբ որ ինձ պետք է լինի ախտորոշել ինչ որ մեկին ունի կախվածություն, դա չէ, ես մի քիչ ուրիշ ընթացակարգով գնամ, բայց եթե sense որպես մարդ, որը որ կարծիքով է կիսվում ու որը որ լավ է տեղյակ է այս ամեն ինչից, ինձ թվում է ազատության կորուստն է էլի այն, որ պետք է այդ նյութը նորմալ կենսագործունեություն ապահովելու համար, այսինքն առանց դրա ես ընկնում եմ այդ շատ վատ վիճակի մեջ։ Տարբեր նյութերի պարագայում այդ պահը մի քիչ թողնելուց հետո մի քիչ ժամանակային տարբերություններ կան, էլի, այսինքն նույն մարիխուանայի պարագայում ինքը բավականին ուշ է սկսվում։ Դա մարիխուանան երկար է մնում օրգանիզմում, դանդաղ է դուրս գալիս ու ոնց որ մարդիկ չեն ֆիքսում, որ այս հիմիկվային վատ լինելու պատճառը այս մարիխուանան էր, էլի։ Մի շաբաթ անցել է կամ երկու շաբաթ անցել է, մտածում ես հիվանդ ես օրինակի համար, լավ չես զգում քեզ։ Այս կարևոր բան ես ասում, իսկ ինչ ես զգում։ Այդ ինչ է հետդ լինում։ Դիսֆորիա դասական իմաստով տագնապն է շատ հաճախ, այդ տագնապն էլ ինքը իր կենսաբանական մեծ հենք ունի, էլի։ Մեր գլխով մի հատ տեղ կա, որը որ տագնապի համար է պատասխանատու, տագնապի վախին։ Շատ կարևոր ստրուկտուրա է ինքը, ամիգդալա է կոչվում։ Երբ որ մենք վերցնենք կախվածություն ունեցող մարդուն, գլխով MRT անենք, մենք կտեսնենք, որ իր ամիգդալան բավականին մեծացած է չափերով, այսինքն ինքը հիպերֆունկցիա է իրականացնում, էլի։ Դա էլ է պաշտպանական բնույթ կրող վիճակը, էլի, որ
անընդհատ նյութի ազդեցության ներքո ալու մարդը որ չէ ամեն ինչ այդքան էլ լավ չի նայի ոնց որ այդ տագնապն է շատ հաճախ հանդիպող բան այդ անհավես վիճակը մոտիվացիայի բացակայությունը որտեղ մեր առաջին թիրախը ասենք չէ դոֆամինային համակարգն է իսկ ինքը հենց մոտիվացիայի համար պատասխանատու բանն է այսինքն ցանկացած sense առօրյա գործողություն անել էլ որ մենք պետք է անենք ու հաճույք ստանանք դրանից այդ մեզ էլ հաճույք չի բերում էլի հաճույք բերելու հիմնական տեղը այդ նյութն է որից որ ձևավորվել է այդ կախվածությունը մնացած բոլոր այն ամեն ինչ որ կարա մարդուն հաճույք պատճառել նույն չգիտեմ սամվելը կամ սեքսով զբաղվելը դրանք էլ այդքան էլ հետաքրքիր չէ Այսինքն ըստ հիմա կարևոր հարց է հնչելու մարիխուանայի բուժական ազդեցությանը դու չես հավատում ով է հավատում այսինքն մարիխուանայի բուժական ազդեցությունը շատ տարածված է այդ միտքը որ ինքը իրականում բուժիչ է ինքը օգտակար է ոչ մի կախվածություն էլ չի առաջացնում երկրներ կան որտեղ աչուձախ թույլատրելի է բա ինչի այնտեղ կարելի ուրիշներին չի կարելի հենա այդքան մարդ ծխում է իրեն ոչ մի բան չի լինում ինչի եք մեզ եկել համոզում որ մեր հետ հենց ինչ որ բան պիտի լինի իմ մոտ ամեն ինչը լավ է ես չգիտեմ առաջի դեմքով եմ իհարկե խոսում այս շաբաթը մեկ ծխում եմ ամեն ինչ հոյակապ է ինչ են ինձ սաղ բժիշկները գնում գալիս ասում որ ամեն դեպքում կարող է այդքան էլ լավ չլինի շաբաթը մեկ ծխող մարդուն երևի դժվար այդպես բժիշկները շուշուտ ասեն որ մի ծխի բայց եթե մենք խոսում ենք էլի կախվածության կոնտեքստում մարիխուանան բավականին մեծ ադիկտիվ պոտենցիալ ունի կախվածություն առաջացնելու մեծ պոտենցիալ ունի նախ որ այն ինչի վրա ինքը որ մեր մոտ ազդում է այդ համակարգը շատ տարածված է մեր գլխի ամբողջ sense ծավալով ու շատ կարևոր գործ է անում մարիխուանան էլ կարևոր գործը ոնց որ բանա սարքում էլի չի աշխատում այդ համակարգը ոնց որ պետք է աշխատել ինքը շատ կարևոր համակարգ սկսում է չաշխատել ոնց որ ինքը պետք է աշխատեր ու դրանից լիքը հետևանքներ ա բխում էլի այստեղ մեծ շատ կարևոր բան կա հարց կա դա նա որ այսօրվա մարիխուանան ու 30 տարի առաջվա մարիխուանան ես մաքուր բույսի մասին եմ խոսում էլի չեմ խոսում որ սինթետիկ կանաբինոիդների մասին այսօրվա մարիխուանան 30 տարի առաջվա մարիխուաններից մի քանի անգամ ավելի ուժեղ մի քանի անգամ այդ դրա հենց պատճառներից մեկը այդ ակտիվ այդ legalize-ն է որը որ աշխարհում տարածվում է բայց այդ նույն երկրներում որտեղ որ legalize-ը այդտեղ սկսում են հետ գնալ Կանադայում շատ մասսայական հետազոտություն էին իրականացրել տեսել էին որ legal այն տեղերում որտեղ որ legalize է այդտեղ առաջնեկի հոգեբուժական խնդիրների թիվը միանգամից կտրուկ բարձրացել է հիմա կան հետազոտություններ որ մարիխուանան իր ազդող նյութով էպիգենետիկ մակարդակում այսինքն գեների աշխատելու մեխանիզմը փոխելով ոնց որ սովորաբար մեր բոլոր գեները չեն աշխատում էլի այսինքն ինչ որ բան աշխատում ինչ որ բան չի աշխատում հիմա մարիխուանան կարող է այնպես անի որ գեների սկսեն այնպիսի հատվածներ աշխատել որոնք որ կարան sense առաջնակի այդ հոգեբուժական խնդիրները բերեն տագնապը առաջի հերթին տագնապը ես ավելի բան պսիխոզները որոնք որ շիզոֆրենիա նման են ու կարա շիզոֆրենիայի մանիֆեստացիա լինի դրանով ու ոչ մեկը չի կարա էլի վստահ դեմքով ասի որ մեկը այս մարդը շիզոֆրենիա ուներ կարտահայտվեր իր մոտ այդ ինչ որ պահի հավանականությունը մեծ է որ հա որ կարտահայտվեր բայց փաստացի սրանից հետո է էլի էս ու ասում են նոր հետազոտություններ ասում են որ ինքը իրանով այդ նյութը կարում է այնպես փոխի այսօր գեների աշխատանքը որ դրսևորվում են առաջնային հոգեբուժական խնդիրներ ու անգամ հիմա եթե մեզ լսեն մարդիկ ովքեր կասեն որ ինձ օգնում է կենտրոնանամ այդ ուղղակի անհնարին է այդ խոսումը նրա մասին որ արդեն խնդիր կա այդ մարիխուանան քեզ պետք է այն հիշում ես ինչ է ասում որ այդ նյութը պետք է որ ես նորմալ կենսագործունեություն ապահովում այդ խնդրահարույց է այնպես չպետք է լինի հա չգիտեմ տարին մի անգամ այդ ծխելը այդ այսօր դրական բան դժվար է բայց բացասականն էլ այդքան մեծ չի դե տարին մի անգամ ինձ խմելն էլ առանձնապես կարծում շատ բան չի տա տարին մի անգամ ինչ էլ ուզում ես արա եթե
այդ օրը լավ անցավ, դժվար տենց երկարաժամկետ առումով ինչ որ մի հատ վնաս տա էլի։ Okay, տարին մի անգամ պահելն է դժվար, մեկ էլ մի անգամ անելու իմաստը ես անձամբ չեմ հասկանում ճիշտ ասած էլ, այսինքն ես այդ մի գաղափարը, որ մի անգամ պետք է փորձես ամեն ինչից, այդ բնավ չեմ հասկանում։ Այդ էլ էլի արի քննարկենք, ինձ թվում է շատ կարևոր բան ես ասում, որ կյանքամ մի անգամ ենք ապրում, բայց չզգամ այդ ինչա Շնորհիվ որում շատ վտանգավոր բաների մասին ենք էլի խոսում, որ այդ զգալը կարող է հետադարձել ճանապարհ չունենա զգալուց հետո։ Ես իրականում այդ խոսակցություններին իմ անձնական վերաբերմունքն է, որ դրանք լուրջ չեն։ Այդ մի անգամի վերաբերյալ են։ Այսինքն դու ուզում ես այդ զգաս, մի անգամ դու անելու ես զգաս, որ օրինակի համար լավ։ Մի անգամ հեռուն ես անելու, հասկանաս, որ աշխարհի ամենալավ բանն էր, բայց դա մի անգամն է դες լավը լում։ 15-րդ անգամից հետո պայմանականորեն ինքը արդեն լավը չի լինելու։ Ես չեմ անի երկրորդ անգամ։ Հենց մի անգամ անելը ոնց որ հավանականությունն է մեծացնում, որ դու երկրորդ անգամ էլ կանես, որովհետեւ այդ մի անգամը հիմնականում լավ է անցնում, լավ հիշողություններ է տպավորում մեր մեջ, ոնց ասեմ, արդիկ որ հիշողության նույնիսկ պրոբլեմներ են, որ իրենց հարցնես առաջի անգամ հիշում ես օրինակ որ ծխել ես ինքը կասի հա ու կհիշի ու մանրամասն թե որտեղ էր ինչ էր անում ով կար հետը այդ տպավորվում է այդ ամեն ինչը որովհետև այդ ստիմուլը այնքան բարձր է որ մեր օրգանիզմը հասկանում որ ամենակարևոր բանն է այս պահին իմ սաղ կյանքի ընթացքում իմ հետ եղած դա ֆիքսում է հա իրան չի կարելի այդտեղ մեղադրել էլի մեր կառուցվածքն է այդպեսին այդ մեզ օգնել է այս 100,000-ավոր տարիների ընթացքում հասնել այն ինչին հիմա մենք ունենք մարդկության մասով խոսում ու չնայած դա մենակ մարդկանց բնորոշ համակարգ չի բայց մարդկանց տեսանկյունից էլի շատ կարևոր process է այդ սովորելու process-ն է հենց հիշելու process-ն է ու այդ պսիխոակտիվ նյութերը նենց են անում որ մեր ուղեղը ֆիքսում որ շատ կարևոր բան է կենսաբանական բարձրագույն նշանակություն ունեցող բան է Դա քո ասածային այս ես ուզում եմ անպայման շեշտենք, որ երբեք չգիտես այդ մի անգամը քո վրա ինչ գին է նստելու։ Այո, եթե մենք խոսում ենք արդեն կախվածությունից դուրս, ուղղակի մի անգամ անելու մասին, այդտեղ որոշակի նյութերի պարագայում մեծ հավանականություն կա, օրինակ գերդոզավորման։ Դա այդքան էլ կարող է մեծ չլինի, եթե խելացի կերպով մարդ մոտենում, բայց նայած ինչ պայմաններում այդ իրականում։ Ընդհանրապես երևի թե կարծում սեփական առողջության վրա ու հոգեկան առողջության վրա առավել եւս փորձեր դնել չարժի։ Հա, որովհետեւ այդ շատ ծանր գին է հետո նստում այդտեղից դուրս գալը։ Այդ մի օրվա ուրախությունը չեմ կարծում արժի հետո այն ամեն ինչը որ իր հետևից բերում է կախվածությունը։ Այո, շատ անկանխատեսելի process է, էլի, այսինքն այդտեղ կարա լինի մահ, կարա լինի չգիտեմ, դժբախտ պատահար, կարա լինի կախվածության ձևում, կարա ոչ մի բան չլինի, բայց մեծ հաշվով եթե մենք նայենք այդ մի անգամ անել այդ մարդուն ինչ տվեց, մեծ հաշվով ոչ մի բան, ոչ նորմալ փորձ տվեց, ասենք, որ հասկանալ ես ինչ էր։ Դա ուղղակի հիշողություն, որ sense ինչ-որ բան կա, որ մյուս անգամ այդ տեսնելուց ավելի դժվար անելու չանելը։ Չեմ ասում անհնարին, բնավ անհնարին չի էլի։ Բայց շատ ավելի դժվար է լինելու առաջի անգամից հետո մյուս անգամ հանդիպելուց այդ նյութին չանել։ Բայց թող մարդիկ լսեն ուղղակի որ sense։ Հետո ամեն դեպքում այս ինձ թվում է այլի շատ կարևոր է շեշտելը, որ երևի թե բոլոր կախվածության պատմությունները սկսել են այն մտքով, որ դե լավ դե ինչ պետք է լինի։ Հա դժվար է ես պատկերացնում որ մարդ ասենք ինչ որ նպատակաուղղված գնացել է կախվածության ձեռքբերում։ Այդ միտքը արդեն էլի, եթե այսինքն այդ մտքի վրա ձեզ բռնում եք, իմացեք, որ հենց այդ դե լավ դե ինչ պետք է լինիները վերջանում են հետո քո կաբինետում։ Հա, կամ իմ հետ չի լինի, ճիշտ է։ Այ մյուս հարցը էլի կախվածություններին վերաբերող ալկոհոլը, որը որ ի տարբերություն քիմիական նյութերին բավականին տենց անգամ գեղարվեստական տեսանկյունից շատ ընդունված է, ինչ որ շատ սիրուն է կինոներում նայում ես սիրուն process-ների ժամանակ ալկոհոլը սեղանին է, սիրուն մարդիկ սիրուն ալկոհոլ են խմում, թանկ ալկոհոլ են սիրում ու քննադատված չի այդքան։ Բժշկական տեսանկյունից քննադատված է։ Այ բժշկական տեսանկյունից, որովհետև մյուս միֆը, որ օրը մի բաժակ գինին ընդհակառակը սիրտանոթային համակարգի համար հոյակապ օգտակար բան է ու ինչի են էլի չար բժիշկները ասում, որ չէ, տենց չի կարելի։
Այս որ ուսանող էի միջելոց մեր կարդիոլոգիայի գրքի մեջ այդ գրած էր, չգիտեմ դու այդ հանդիպել ես այդ հրատարակչություն թե չէ, այս գրված էր այնտեղ որ շաբաթական 1 շիշ կարմիր չոր գին այդ սրտանոթային համակարգի վրա ունենում է դրական էֆեկտ։ Հիմա ուրիշ հետազոտություններ կան, որոնք որ ասում են որ չէ, օգտակար չի, բայց միևնույն ժամանակ ես ոնց որ այսինքն այն հետազոտություններն են էլի ինչ որ տեղ ունեցել։ Այստեղ մեծ կապիտալի շահերի բախում կա, ես կարծում եմ, որտեղ այդ խմիչք արտադրող կազմակերպությունները նույն ժամանակ նաև պետությունները էլի, ասենք շատ մեծ ակցիզային հարկ են ստանում ալկոհոլի վաճառքից, նույն ծխախոտի վաճառքից, այդ պետությունների գոյատևման համար կարևոր բան է։ Ու չգիտեմ, պատմությունով նայում ենք, երբ որ այդ Սուխոյ զակոնները ասվածը ինչ որ մի շրջանում դες մեծ երկրներում դրվել է, էկոնոմիկայի վրա շատ վատ ազդեցություն ունեցել ու դրա համար են հետվել, թե չէ, այդ Սուխոյ զակոնները լավ էին աշխատում իրականում։ Հենց այդ ժամանակ կար նաև այդ հանրային պարսավանքի կոմպոնենտը, էլի։ Ու իսկականից իջել էր ալկոհոլիկ գործածման թվերը, որ նաև դրա հետևանքով մահերի թվերը, այդպես ամեն ինչ եղել էր։ Բայց այդտեղ շատ ֆակտորներ կա, քիչ դժվարն է մեզ կոնկրետ ասեմ, խիա ալկոհոլը այսինքն բոլորն է գիտեն որ ալկոհոլը վնաս է, ալկոհոլը իմիջիայլոց բոլոր այդպես պսիխոակտիվ նյութերից ու կախվածություն առաջացնող պոտենցիալ նյութերից ինքը ամենաշատ մահերի պատճառն ունի աշխարհում, էլի։ Այդտեղ հենց սրտանոթային հիվանդություններն են, ալկոհոլի գործածման արդյունքում առաջացած պատահարները շատ մեծ էլի քանակ ունեն, լյարդի հիվանդությունները, ու այդպես Կարճ ասած էլ չի կարելի։ Այդ կարելի է, չի կարելի, ինձ թվում է ամեն մարդ ինքը իր համար պետք է որոշի։ Չի կարելի։ Ես երբեք չեմ ասում ինչ որ մեկին ինչ որ բան կարելի է, ինչ որ բան չի կարելի։ Հասկան այդ մարդը իրան ինչա տալիս է, ինչա իրանից վերցնում, ես կարամ բացատրեմ ինչա վերցնում ալկոհոլը օրինակի համար, կամ ինչա վերցնում այդ X ուրիշ նյութ։ Բայց ես ոնց որ իա փոխարեն չեմ ապրի։ Չի լավ, եթե բանից ենք խոսում, զուտ բժշկական կարծիք միանշանակ ալկոհոլի օգտագործումը, հիմա ասենց բանը սպիրտային խմիչքների վրա գած ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը։ Այդ ոնց որ ացուլկայ է այդ շաբաթը մի շաբաթ շաբաթում 1 շիշ կարմիր գինի խմելուն, էլի, ոնց որ այդ հետազոտությունը թույլ էր տալի տենց բան գրել, ոչ թե ալկոհոլի գործածումը վնասակար առողջության, այլ չարաշահումը։ Բայց ալկոհոլի չարաշահումը, որ մեր օրգանիզմը օրվա ընթացքում տղամարդկանց մոտ կարում է վերամշակի մոտավորապես 40-ից 50 միլիլիտր սպիրտ։ Այսինքն այդ ոնց որ շատ քիչ քանակություն է, էլի, ոնց որ չարաշահումը նույնիսկ այն որ ցեն շատ փոքր պատուհան է, էլի, դեից չանցնելը բավականին դժվար է։ Հենց որ պետք չի։ Իմացեք որ ալկոհոլը շատ մեծ քանակի կյանքեր է խլում, շատ մեծ քանակի վնաս է հասցնում ընդհանրապես ոնց մարդկությանը, իրենց հոգեկան առողջությանը, սոցիալական վիճակին, միջանձնային հարաբերություններին, այդքանը։ Կնոջ ու տղամարդու կախվածության տեսակի մեջ տարբերություն կա։ Այո։ Կանայք ոնց որ ավելի հակված են կախվածություն ունենալ, այսինքն իրանց, հա, հետաքրքիր է։ Իրանց լիմբիկ համակարգը մի քիչ ուրիշ ձև է աշխատում համեմատած տղամարդկանց։ Էլի նույն process-ներն է գնում, ուղղակի այդ process-ները իրանց մոտ ավելի շուտ է վերում կախվածության ձևավորման։ Մի քիչ ավելի քիչ տոլերանտ են, ասենց ասեմ, կանայք։ Իսկ դուրս գալն էլ ավելի դժվար կանանց կախվածության մեջից։ Այդտեղ հա այդ կանանց էմոցիոնալության ֆակտորն է, բայց միևնույն ժամանակ կանանց մոտ ովքեր որ դիմում են, էլի, ասենց ասեմ, բուժման, նախ քիչ են, այդտեղ մեծ խնդիր է կա, էլի, որ կնոջ կողմից կախվածությունը մի քիչ, գիտեմ, խի ավելի վատ, այսինքն ենթադրում եմ խի, ավելի ամոթ է դիմել։ Ենթադրում եմ խի, բայց իրականության մեջ տարբերություն չկա, ցանկացած մարդու մոտ կարող լինի սեր, տարիք կապ չունի։ Որ իրանք համ ավելի քիչ են դիմում, համ էլ հենց այդ վիճակը, որ իրանք այդպես քննադատվում են, դա էլ է խորացնում այդ կախվածության process-ը, այսինքն ուսել ես չեմ ուզում հետ գնամ աշխարհ, որտեղ այնտեղ ինձ բանում են բոլորը։ Ես կմնամ ստեղ։ Ահա։ Բայց այդ դուրս գալու process-ը մտածելու տեղիք է տալիս, էլի, այսինքն ես իմ պրակտիկայում տենց շատ կանանց հետ չեմ աշխատել, շատ են եղել, բայց երևի
10 անգամ ավելի քիչ, քան տղամարդիկ։ Այդպես կամ 6 անգամ ավելի քիչ։ Քո անձնական ստատիստիկայով կամ նկատառումներով ինչի են մարդիկ մտնում կախվածության մեջ։ Ես կարևոր տենց ասեմ, սաղ պատմությունները տարբեր են։ Ու տենց պատրն չկա էլեմենտ, որ կախվածություն ունեցող մարդն է, այս sense պետք է լինի, այս ինչ բաները պետք է անի, ու ինքը sense մարդ է։ Այդտենց ընկալում է կա իրականում, ես դրա մասին խոսամ, այս շատ վատ ընկալում է, որ այդ մարդկանց ինչ որ պիտակավորել, կոչել, չգիտեմ, ալկոհոլիկ կամ նարկոման, ու ինչ որ արդեն կոմերց, sense դու պատկերացնես, ինչպիսին է լինում ալկոհոլիկ մեկի համար։ Որ ինչ որ վատ կյանքով, վատ ընտանիքից, ինչ որ այտենց չի միանշանակ այտենց ինքը։ Նույն հենց ալկոհոլի параգրաֆը շատ հաջող մարդիկ կան, որ ասենք ինձ կյանքի երկրորդ փուլում 50 տարեկանում ինքը բայացած տղամարդ է, հենց ինքը ունի ալկոհոլից կախվածություն, ինքը ամեն ինչ ունի, բայց ունի ալկոհոլից կախվածություն, ասենց ասեմ։ Մի անգամ ոչ մեկ ապահովագրված չի կախվածություն ունենալուց։ Պետք չէ մարդկանց ինչ որ պիտակավորել, պետք չէ ասել որ իրանք կամազուրկ են, այս կամքի վերաբերյալ էլ կուզեի խոսել, որ կամքը ստեղ արդեն աշխատող բան չի, էլի։ Այսինքն տենց բան չկա ուղիղ, որ օրինակ ինչ որ պսիխոտրավմա է ունեցել, կամ ինքը թույլ է բնավորությունով չկարողացավ դիմանալ կյանքի դժվարություններին, գնաց ընտրեց կախվածությունը։ Ինքը տենց, չգիտեմ, նայեց ընկերներին ընկա վատ շրջապատ, եթե վատ շրջապատ ես ընկել, այդ ուղիղ տանում է դեպի այդ։ Նայ, ես ինչը որ դու ասում ես, կարող է ամեն մեկը ինչ որ ձևով նպաստի այդ process-ի վրա, բայց դրանք sense դոգմա չեն, էլի պարտադիր բաներ չեն, որտեղ ասում եմ սաղի պատմությունները տարբեր է, բոլորն էլ կարող է ինչ որ նմանություններ տեղ լինեն, բայց այդ նմանությունները այնքան որոշիչ չեն, էլի որ կարողանաս մարդկանց ինչ որ խմբավորես, ասենք թույլ, ոնց ասեցի, թույլ մարդիկ են, կամազուրկ մարդիկ, հա, կամ չգիտեմ, ուրիշ մարդիկ, այտենց չի այդ ամեն ինչը։ Երբ որ դու որպես մասնագետ ես, որ ասում փորձում աշխատում եմ պացիենտներ, փորձում խորքային իրանց հասկանամ։ Ու ես վստահաբար կարող ասեմ, որ այտենց բան չկա։ Այսինքն մենք չենք կարող հարացնենք, ասենք, որ ամեն դեպքում դրա հետևում հիմնականում կանգնած է փախուստը։ Չէ։ Ինչի։ Ես օրինակ հոգեթերապևտիկ տեսանկյունից համարում եմ, որ երբ որ արդեն ձևավորվել է, այդ են փորձեմ տեսնեմը չէ։ Երբ որ արդեն ձևավորվել է, ու երբ որ դու արդեն ես կարծում եմ որ պահա գալիս, որ դու միևնույն է գիտակցաբար ես սկսում ընտրես արդեն կախվածության մեջ մնալը, ես կարծում եմ, որ այդ փախուստ է։ Չէ, ես ասեմ, որ սկզբից էլի, նախ գիտակցաբար ոչ մեկ չի որոշում մնա այդ կախվածության մեջ։ Ցանկացած մարդ, ես այդպես խորին համոզմունք ունեմ, էլի, ցանկացած չէ, բայց մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը կախվածություն ունեցող մարդկանց։ Իրանք խորքային մակարդակում չեն սիրում այդ իրանց կախվածության օբյեկտին, sense ասեմ, նյութը կլինի։ Okay, համաձայն եմ։ Այսինքն այդտեղ գիտակցված որոշման մասին խոսք չի կարող գնա, որ գիտակցաբար այդ մարդը որոշել է, որ մնաց այդտեղ։ Այդ իր ուղեղը սովորել է այդ պայմաններում աշխատել, եթե sense մաքսիմալ բարձրացած ասեմ, որտեղ գնացել է sense ֆունդամենտալ մեծ փոփոխություններ, որոնք որ էլ կամային ոլորտի աշխատանքներ են այնքան ճնշե այդ հարցի շուրջ, որ մարդը չի կարող այդտեղ sense կամային որոշում կայացնի, որ ես մնում եմ ստեղ։ Այդ որոշումը իրանը լինի, էլի, sense ասեմ։ Ու այդտեղ իսկ փախուստի վերաբերյալ, փախուստ մի քիչ ավելի մանրամասն Ես կարծում եմ, որ կախվածություն արդեն երբ մարդը կախվածության մեջ է, իր իրականությունը որպես կանոն իրան դուր չի գալիս կամ ինքը իր իրականության մեջ դուր չի գալիս։ Հա, հասկացեք։ Ու այդ լինի էմոցիաներ, լինի ստրեսը, թե ավելի ինչ որ լուրջ բաներ, հա, ինչ որ հարաբերություններում խնդիրներ, ինքնագնահատականի խնդիրներ, այդ ամեն ինչից փախուստ դեպի կախվածություն շատ հաճախ հնարավոր է տեսնել։ Նայ, բայց դու ասում ես այդ կախվածություն ձևավորված մարդու մոտ
Եթե այտենց Ինչի ասի դիտարկենք, նկատի ունես, ինչի է սկսում այսինքն այն ամեն ինչ իրան կախվածության դուր չի գալիս, այդ որ դու ասում ես կախվածություն ունեցող մարդը իրան իրականությունը դուր չի գալիս, ու ինքը գնում է այդտեղ, բայց այդ իմ ասածին ընդհանրապես չի ակասում, այսինքն իրականությունը առանց այդ նյութի իրամուտ ստեղծում է հենց այդ դիսֆորիան, տագնապը, այդ վատ վիճակը, ինքը ոչ մի բանի հավես չունի, իր օրգանիզմը արդեն սովորել է ինքը օրգանիզմը սթափ վիճակում, sense պլանկեմ ոնց որ շատ ներքև է դրել, պետք է այդ նյութը լինի, որ գա մոտենա այն 0-ին էլի, sense ասենք։ Այսինքն այդ պայմանում հայտ մարդը կուզենա էլի գնա իր բուժով։ Արդյոք էս ընդհանրացված չի կարելի հենց այդ ասել, որ այդ փախուստ է որպես կանոն։ Որոշումը այդ դրա մեջ գնալու փախուստ։ Այդ իմ որոշումով կարող է իրար չհամաձայնվենք։ այդ որոշումով չի լինում, իսկ որոշումը չի որոշում, այդ process-ը տենց անի։ Չէ, այդտեղ որոշման մասին խոսք չկա։ Դու սկսում ես մանգաս, ինչ որ լուծումներ, ոնց այս քո իրականությունը, վատ իրականությունը փոխես։ Ահա։ Ամեն մեկը գտնում է իր լուծումները, հա, այդ արդեն ես նկատի ունեմ դա անպայման կախվածությունն է, կախվածությունն է նաև։ Կախվածության թե առաջացման մասին ես խոսում, փախուստը շատ հաճախ հանդիպող բան է, այսինքն որտեղ էմոցիոնալ վիճակից փախուստը օրինակ նույն հենց տագնապային համախտանշի պարագայում շատ հաճախ կամ դեպրեսիայի պարագայում մարդիկ ոնց որ sense ինքնաբուժությամբ են զբաղվում ալկոհոլով։ Այսինքն նենց չի, որ կախվածության մեջ գնում են մենակ դժբախտ մարդիկ դժբախտ կյանքից։ Ոչ։ Ու եթե դրա հակառակ միֆն է կա իրականում, որ մենակ տենց ինչ որ ոնց ասեմ, sense կոնկրետ հասարակության ֆոնդ կա ինքն է էլի։ Ապահով խաղի նկատի ունես։ Դա թանկ է էլի։ Չէ, ես այդ դրա մեջ էլի այդ բանը կմցնեի դժբախտության զգացողությունը, ես կարծում եմ, որ էլի հոգեթերապևտիկ տեսանկյունից այ հենց նու լավ առանց այդ մարդկանց վերլուծելու, ես ամեն դեպքում կարծում եմ, որ չէ, լավ կետից չի, որ մարդ շարժվում է դեպի այդ։ Այստեղ մենք կարանք իրար հետ չհամաձայնվենք, բայց ես չեմ տեսել, եթե խորանում է շերտերով, այստեղ հարցը այն չի, այդ օրը առավոտը ինքը զարթնել է, ինչի է որոշել, ինչ դրդապատճառ է այդ օրը ունեցել։ Բայց ներքին process-ներից ելնելով, ես կարծում ու եթե առավելևս դեռահասների մասին չի խոսքը, միշտ այնտեղ լավ կետից չի, որ մարդ շարժվում է դեպի այդ ներքին ինչ որ լավ կետից չի։ Հիմա այդ կարա լինի ոչ դժբախտ կյանք ներքին ինչ որ խնդիրներ կարող են լինեն, ստրես կարող է լինի, ինչ որ բանի ինքը չի դիմանում։ Ինքն իրան չի դիմանում, իր միջավայրին չի դիմանում, իր իրականությանը չի դիմանում, բայց ինչ որ բանի չի դիմանում։ Բայց մենք կարանք լինենք տարակարծիք նորմալ, որովհետև ես չեմ տեսել դեռ իմ պրակտիկայում, քո պրակտիկան իհարկե ավելի մեծ է, ուղղակի ես այդ քիմիական մասի, բիոքիմիական մասի, հա, ինչ որ այդ մասի հետ չեմ առնչվում, ես առնչվում եմ գուցե պատճառների հետ, դրա համար եմ այդ տեսնում։ Էլի առանց ընդհանրացնելու բնականաբար պատճառները տարբեր են, բայց այն ինչ որ ես եմ տեսել, իմ կարծիքով այդ ինչ որ բադ կետից սկսած ճանապարհ է։ Հասկացա։ Ես այդ տեսանկյունից եմ, հոգեբանական տեսանկյունից եմ։ Անձնական ստատիստիկայի մակարդակով գնանք, ես էլ ոնց որ հակառակը տեսել եմ էլի։ Շատ դեպքեր եկա, որ այդ առաջի օրը մարդը շատ ուրախ ա եղել, իր ծնունդն ա եղել օրինակի համար, ու տենց այդ process-ը, այդպես դեպքեր շատ կան։ Ուղղակի այստեղ սպეციფիկան գիտես ոնա, որ դու հոգեթերապիայով ես զբաղվում, կոմոդ գալիս են տենց մարդիկ, ովքեր որ ոնց ասեմ, դու կախվածությունների հոգեթերապիայով չես զբաղվում, չէ՞։ Այսինքն այդպես մի հատ կողքից ինչ որ մի հատ բան է։ Գուցե դրա համար չեմ նայ, sense ասեմ։ Այդ մարդկանց կյանքում էլա կողքից ինչ որ մի հատ բան, այսինքն այն մարդը որ կոմոդ է ու կախվածություն ունի, այ իրանց պարագայում կարող է հենց այտենց է, այսինքն ինքը այդ կախվածությունը իր մոտ զորովել է զուտ այդ առաջնային խնդիրը, որով որ դու հիմա զբաղվում ես, լուծելու համար։ Այսինքն ինքը ունեցել է տագնապ, ինքը ալկոհոլ է սկսել գործածել։ Այդ կարա լինի, այսինքն կոմոդ այդ ստատիստիկ առումով դու մի քիչ sense կաշկանդված ես էլի, այն առումով որ կոմոդ գալիս են բան, կոմոդ գալիս են մարդիկ, ովքեր որ ինչ-որ մի խնդիր ունեն, ու այդ առաջնային խնդիրը կախվածությունը չի էս բային։ Հա։ Իսկ իմոդ գալիս են մարդիկ, ովքեր ունեն առաջնային խնդիր կախվածություն ու կողքից ուրիշ հոգեկան կամ այլ սոմատիկ խնդիրներ։ Ու իմ բaragայում այդ դիֆերենցիացիան ավելի հեշտ է հասկանալ։ Okay, իսկ դուրս գալ։ Մի վարքան կանանք, այդ պաուզա տանք ես ծխեմ։ Հա։ Էլի։ Անցենք ամենակարևոր հարցին։ Ոնց դուրս գալ կախվածությունից։ Որն են լուծումները, ինչ է հիմա առաջարկում բժշկությունը։ Հա։ Բժշկությունը կախվածություններից դուրս գալու process-ը մի քանի տեն շատ կարևոր կոմպոնենտներով է։
կոմպոնենտները առաջարկում, այդ առաջնային շրջանում այդ դետոքսիկացիան է, այդ ոնց դասական բժշկական միջամտություն, այսինքն օրգանիզմը մաքրել այդ նյութերից, կառավարելի պայմաններում, այսինքն այսօր խոսում են նրանից, որ այդ նյութը չի լինում ու մարդ սկսում է իրեն վատ զգալ, այդ ամեն ինչը կառավարել, որ այդ սկզբի շրջանում այդ սռիվի երևույթը մոտեցնել 0-ի, այսինքն մարդ այնքան վատ չլինի, որ ուրիշ բան չունենա անելու, քան նյութը գործածելը արդարացիորեն կարող է նաև այդ դետոքսիկացիան դեղորայքային հետագա հսկողության ներքո, այսինքն մարդը անցավ այդ շրջանը, մաքրվեց, ես խոսում կոնկրետ էլի, թե ես ոնց եմ զբաղվում բուժումով, դրանից հետո դեղորայքային հսկողություն էլի, այսինքն մարդը ստանում է դեղորայք, եթե անհրաժեշտությունը կա սաղ դեպքերում պարտադիր չի լինում, էլի, այսինքն բուժումը ինքը երկարատև պրոցես է, որ բժշկական բուժման մասին եմ խոսում, էլի։ Փորձել օգնել այդ մարդուն, որ ինքը ավելի հեշտ հաղթարի այդ պրոցեսները, այն փոփոխությունները, որոնք որ առաջացել են իր մոտ այդ նյութի գործածումով պայմանավորված, դրանք այտենց որոշիչ չլինեն, էլի, օգնել իրան հաղթարմանը։ Ուտեղ գումարվում է հոգեթերապիան, որը որ երևի կարևորագույն պրոցեսն է, որովհետև շուտ է սկզբում ասում էի, որ կախվածությունը սովորելու մեր սովորելու պրոցեսն է, էլի, այսինքն ուղղակի սովորում է կախվածությունը դասական սովորելու մեխանիզմով է ինքը առաջանում, ոնց որ մենք ցանկացած ուրիշ բան ենք սովորում։ Իսկ հոգեթերապիան հենց այդ նույն սովորացնող գործիքն է, էլի, այսինքն հիմա մենք սովորում ենք արդեն ուրիշ բան, սովորում ենք թե ոնց կարելի է ապրել ուրիշ ձև։ Ապրել ուրիշ ձև, այսինքն հոգեթերապիան բավականին էլի մեծ ապացուցողական նշանակություն ունի այս գործում, մի քանի տես Որ ուղղվածությունները կարանք ասենք, տենց թե տարբերություն չկա։ CBT-ին, որը որ ամենամեծ տենց ապացուցողական բազան ունի, ինձ անձամբ շատ դուր է գալիս ակտը, այնտեղ մի քիչ ուրիշ է, էլի, ավելի sense, այսինքն եթե ակտով գնաս ու հասնես ինչ-որ մի հատ լավ արդյունքի, ես վստահ եմ, որ արդյունքը շատ ավելի կայուն կլինի, որովհետև ինքը համեմատած CBT-ի answer բանել է, ապրելակերպել է ինչ-որ ձև քարոզ։ Հա, ես CBT-ին կոնկրետ գործիքներ։ CBT-ին մաքուր ուղղակի ինչ-որ գործիքա կազմա տալիս։ Այդ մի քիչ ժամանակ անցնում, այդ գործիքները մոռացվում են, բայց այն ախտաբանական հիշողությունը, որը որ ստեղծվել էր, ինքը չի մոռացվելու, էլի, սենց ասեմ։ Բայց այս ինչ ասում եմ, սենց դոգմա չի, էլի, կարա չլինի տենց, կարա հրաշալի արդյունք լինի ու կարա լրիվ հակառակն լինի, այսինքն այդ ոչ դեղորայքային թերապիան, ոչ հոգեթերապիան, այնց մեծ հաշվով մեծ օգուտ չտա։ Կախվածությունը բուժվում է, վերջնական։ Չէ, ինքը քրոնիկ հիվանդություն է, դիտարկվում որպես զուտ բժշկական տեսանկյունից նայենք, բայց եթե այդ սովորելու տեսանկյունից դիտարկենք, եթե մի բան մեր ուղղակի սովորել է, կարա ոնց որ դրա հակառակն էլ սովորի, էլի։ Ու եթե ես sense ասեմ, ինքն գիտես խիա ինքը ճակերտավոր ասած չբուժվող համար, որովհետև քանի մարդը ողջ է, ինքը կարա էլի գործածի ու էլի իր մոտ այդ կախվածությունը դրսևորվի։ Իսկ ժամանակին կախվածություն ունեցած մարդու մոտ ավելի մեծ է հավանականությունը նորից սկսելու, քան ինչ որ մեկի մոտ որ 0-ից պիտի սկսի օրինակ։ Ես ուզում հասկամ, եթե ինքը բուժվել է, բուժման process-ը անցել է, դեռ չգիտեմ ինչ որ տարիների քանակ կա, որ եթե այսքան ժամանակ օգտագործման մեջ չի գտնվում, համարվում է, որ ինքը կայուն ռեմիսիայի մեջ է։ Այտենց իրավական ակտեր կան, Ո՞վ իրավական են, էլի իրանք Հայաստանում նյութերի թմրային նյութերի պարագայում 5 տարի է, ալկոհոլի պարագայում 2 տարի, բայց դրանք Դե հա, հասկանալի է։ Բյուրոկրատական ինչ-որ պրոցեսների արդյունքում ձևավորված թվեր են։ Այդ process-ը անցած մարդը, օրինակ ասենք, եթե 5 տարի համարվում է, որ ինքը դուրս է եկել կախվածությունից, իրան ինչ որ փոքր դոզաներով ամեն դեպքում կարող է թույլ տալ նույն ալկոհոլը։ Նայեք, այս շատ կարևոր բան է ասում, էլի։ Վերադառնանք էլի սկզբին։ Ուղեղը արդեն սովորել է, ինքը կապեր է ձևավորել, ինքը այդ վարքը այս պահին իր մոտ էլ առաջնային չի, բայց այն կապերը, որոնք որ ասում էին նրա մասին, որ էսի աշխարհի ամենակարևոր բանն է, իրանք իմը քնած են, իրանք չեն վերացել։ Մեր նեյրոնները տենց երկար ապրում են, իրենց ֆունկցիան պահպանում են, նայած իր կարգի կարևորության բան են, էլի, ինֆորմացիա են կրում ու փոխանցում։ Այսինքն այդ ամեն ինչը կա, 5 տարի հետո էլ կա, քնած է ուղղակի։ 5 տարին բավականին տենց երկար ժամանակ է, մի քիչ ոնց ասեմ,
ինչ որ նվազած կլինի իր ակտիվությունը քնելուց զարթնելուց հետո եմ ասում էլի, երբ որ քիչ քանակի այդ նյութից է մարդը գործածում, այստեղ էլ պետք է այդ երկար ժամանակը չանցնի, որ մարդու մոտ ձևավորվի կախվածություն ու ինքն կնի այն վերջի ստադիայում, էլի, ասես արդեն պատրաստի կա ամեն ինչ կա, որ իր մոտ արտահայտվի նենց ոնց որ 5 տարի առաջ էր։ Հետո այդ մարդը իր մասին պիտի իմանա, որ ինքը միշտ պիտի լինի զգոն։ Այո։ Միշտ Այդ վախացնում է էլի մարդկանց այդ միշտ, այո, այդ միշտ Իսկ չպիտի վախացնի։ մարդկանց վախացնում, չէ։ Վախը աշխատող գործիք չի, վախը ու այն մենք ինչև էս հաղորդում իշպես դիրեկտիվ մոդելից ենք խոսում, ու այդ ամեն ինչն էլ աշխատող գործիքներ չեն էլի։ Դա կախվածություն ունեցող մարդկանց մոտ մի հատ բան կա, ամբիվալենտություն է կոչվում, այդ միևնույն ժամանակ իրանք համ ուզում են թողնել, համ չեն սիրում այդ իրանք կախվածության սուբստրատը, համ էլ պետքա ինչ որ ձև պաշտպանեն այդ իրանք վարքը, այդ նյութը, ու երբ որ մենք մի կողմից ենք հանդես գալի քննադատելով բանին, այդ մարդուն ոչ մի բան չի մնում, քան պաշտպանելը, ասենց ասեմ։ Դրա համար կախվածություն ունեցող մարդկանց հետ պետք չի տենց հրամայական ոնց ասեմ, այդ 12 քայլի ծրագրին դեմ ես։ Որտեղ բավականին դիրեկտիվ ու բավականին խիստ է։ Նա ես այո, անձնապես այդ պրակտիկայից ոչ մի գործիք չեմ կիրառում։ Ինձ այդ մոտեցումն էլ դուր չի գալի, իր էֆեկտիվությունն էլ այդքան լավ չի։ Ուղղակի ինքը հստակ է։ Բայց արդյոք միակ աշխատող ծրագիրը չի սպանում։ Ոչ միակ աշխատող ծրագիրը չի սպանին։ Ինքը աշխատում է որոշակի մարդկանց մոտ, հիմնականում տենց կրոնական մարդկանց մոտ է հիմնականում աշխատում, որտեղ Աստված էլ կա էլի, սենց ասեմ, այդ 12 քայլի մեջ, որպես մարդիկ կան, որոնք որ այդ կրոնից չեն կամ ուղղակի իրանք տենց ռելիգիոզնի մարդ չեն էլի, իրանց պարագայում այդ չի աշխատում հիմնականում։ Մարդիկ կան, որոնք որ ուղղակի այդ ծրագիրը իրանց համար չի, ու այդ մարդիկ ավելի շատ են, քան այն մարդիկ ծրագիրը ում համար որ է։ Տարպես 40%-ի մոտ աշխատում, լավ ցուցանիշ է, շատ իրական, բայց ինքը իր բանը ոչ ունիվերսալության արդյունք, այսինքն չես կարող հույսը դնես մենակ դրա վրա, ու դու կիրառես այդ պրակտիկան։ Այո, դու կարաս լինես կենտրոն, որտեղ որ 12 քայլյանոց այդ ծրագիրը ընթանում է։ Ուտեղ կգան այն մարդիկ ու կմնան այդտեղ այն մարդիկ, ում վրա պետք է այդ աշխատի։ Այդ հարցով ինքը լավն է։ Բայց ես օրինակ իմ պրակտիկայում չեմ կարա ոնց ասեմ, այդ մոդելի բնորոշ վարքով աշխատեմ, ասենց ասեմ, որովհետև ես աշխատում եմ ցանկացած կախվածություն ունեցող մարդու հետ։ Առանց հաշվառնալ թե ինքը ինչ կրոնական հայացքների է, ինչ սեռի է, մազերը ինչ գույն է, ընդհանրապես իմ համար այդ կապ չունի։ Ես այս մոդելով գնամ, ես 60%-ի հետ չեմ կարող աշխատեմ, որտեղ կասեմ ինքը չի ուզում բուժվի, այտենց մեծ абսուրդ արտահայտություն կանեմ, էլի, որ ցավոք սրտի բավականին տարածված է։ Դա էսի կարող է ուրիշ հաղորդման շրջանակներում, բայց ես կվիճեի այդ արտահայտության абսուրդության հետ։ Հիմա գալով մյուս կարևոր հարցին, չպիտի ներքին որոշում լինի բուժվելու դուրս գալու համար կախվածությունից, որ ստացվի։ Պետք է։ Հա, պետք է։ Հստակ կոգնիտիվ մակարդակի վրա կայացված որոշում։ Հա, ընդ որում ինքնական պետք է լինի, բայց մենակ այդ որոշումը շատ քիչ է։ Այդ որոշումը լինում է այն պահերին, երբ որ այդ որոշումը հնարավոր է ապշենի, ասես ցիկլ է, ասես երաշչյան ցիկլ է, մարդը ստադիաներում է գտնվում, ասես այդ ամբիվալենտության հա թե չէ, հետո որոշման, հետո գործողությունների, ինչ որ մի հատ բայ արդեն այդ կոգնիտիվ կամային ֆունկցիան կարա էլ ընդհանրապես չհերիքի, որովհետև կախվածության համար թիրախային է էլի այդ կամային ոլորտը։ Մեր ուղղում չգիտեմ էլի կարող եմ նեյրոկենսաբանություն գնամ, բայց լավ է դիմա երևի սկանց ուրիշ հաղորդման շրջանակներում շատ հետաքրքիր համակարգ կա էլի go ու no go-ը կոչվում կախվածության պարագայում այդ no go համակարգը համարյա ինչ որ պահերի անջատվում է մնում է մենակ go-ն այդ կախվածության կոնտեքստի շրջանակներում ու մարդը կարող է արդեն կենսաբանորեն այդ բանին հնարավոր չի իր որոշմանը հետևի։ Դասման կա էլի։ Այսինքն մենակ որոշումը։ Ես էլ ի վիճակի չեմ կենսաբանորեն իմ որոշմանը հետևեմ։ Ոնց եմ դուրս գալու կախվածությունից։ Շատ կարևոր է այդ որոշումը լինի։
Չկա այդ Չէ, որոշումը, ոչ որոշումը կա, բայց դրան հետևելն է ես աննարի։ ուզում եմ քննարկենք այն օրինակը, երբ որ հարազատներն են զորով գալիս ու ասում են ինչ որ մի բան արեք մարդու պարագայում, որ ընդհանրապես ոչ մի բան դրա հետ չի ուզում անի։ Հասկացա։ Առավել եւս մի հատ էլ խնդիր չի տեսնում։ Այդ մարդիկ որպես կանոն շարունակում են պնդեն, ես երբ ուզեմ կթողեմ։ Հասկացա։ Ուրեմն եթե ստացվում այդ պացիենտի հետ շփվել, ու չեմ ասի բոլորի մոտ, բայց տեղել գործիքներ կան, տեղել մոտեցում կա, որը որ կարող այդ մարդու մոտ ստեղծի այն իրավիճակը, որ ինքը էլ տես չմտածի, որտեղ հիշում ես, այդ ամբիվալենտություն ինքը համ ուզում է, համ չի ուզում։ Իսկ հարազատները միշտ այն կողմից են, որ չպետք է անես, ինքն էլ իրան ուրիշ բան չի մնում, ինքը պետք է պաշտպանի իր անելը, կոնֆլիկտ առաջանում։ Երբ որ դու այդ կոնֆլիկտից դուրս ես այդ մարդու հետ շփվում, տեսնում ես, որ ինքը լիքը պատճառներ ունի չանելու։ Լիքը պատճառներ ունի ուժում ստանալու կամ ինքնին թողնելու։ Կարևորը այս հարցում ոնց չհանձնվել, չհուսահատվել, շատ կարևոր է։ Իսկ ու պացիենտին չմեղադրել, էլի, դա էլ շատ կարևոր բան։ Այս կարևոր բան ես ասում, հարազատներին մարդկանց ովքեր ունեն խնդիր նման մարդու հետ, չգիտեմ, երեխան է իրանց, ամուսինն է, կինն է, ինչ իրանց խորհուրդ կարանք տանք։ Այս sense իրավիճակում, երբ որ դու տեսնում ես, որ ակնհայտ կա խնդիր, դիմացինը չի ընդունում, ինչ անեմ հարցի պատասխանը որն է։ Նախ զրույցը թող լինի այն իմ ասած են այդ իմպերատիվ մոդելով չլինի, ավելի sense լսելու վրա հիմնված թող լինի իրան զրույցը, փորձեն այդ մարդու էմոցիաներն հասկանալ, այդ մարդու պատճառներն էլ հասկանան ու ասեմ, քննադատությունից մի կողմ լինեն, էլի։ Իրականում հարազատների պարագայում այդ շատ ավելի դժվար է, որովհետև այնտեղ կա սեր, էմոցիաներ այդ մարդու հանդեպ, ցավ այդ մարդու հանդեպ, երբեմն լինում է ինչ-որ sense կարելի ասել ախտաբանական վիճակներ, ինչպես լինեն այդ սազավիսիմս հայրը ոնց էր։ Փոխկախյալություն։ Երբեմն չէ միշտ։ Չէ, միշտ չէ։ Էլի դու կախվածություն ունեցող Вообще չէ։ Ընտանիքի անդամները կարողա չունենան փոխկախյալություն։ Շատ ավելի մեծ հավանականություն որ չեն ունենա։ Որովհետև այդ նախավեն մարդու մոտ չի զարգանա այդ փոխկախյալությունը, Այն պահից սկսած երբ սկսում ես փրկես, դու փոխկախյալ ես արդեն։ Հենց ամբողջ ընտանիքի կյանքը սկսում է պտտվի խնդրի շուրջ, բոլորը փոխկախյալ են արդեն։ Բոլորը դժվար, բայց եթե հա մենակ այդ ընտանիքի մտածմունքների պատճառ, այսինքն մենակ դրա մասին է այդ ընտանիքի հիմքը այդ կախվածությունն է, էլի ընտանիքի անդամներից մեկի հատե կարանք խոսենք այդ փոխկախյալության մասին։ Հենց ինքը դրա մասին է, էլի։ Բայց միանշանակ ոչ միշտ դեպք է, այսինքն այդ ավելի քիչ հանդիպող բան է, այսինքն ավելի շատ ընտանիքներում այդ այդպես չի։ Շատ տեղերում ավելի առողջ փոխհարաբերություններ է, էլի։ Իսկ ինչ տեսք պիտի ունենա այդ առողջը։ Այնինքն քո անձնական սահմանները պետք է գիտակցես, էլի, որ ասենք։ Ստեղից են կողմ արդեն իմը չի, այո։ Այսի մեր հիվանդությունը չի կամ ես չեմ կարող այս մարդուն փրկեմ, բայց ես կարող եմ այս մարդուն օգնեմ։ Ես չեմ կարող իր տեղը որոշել, բայց մենք կարանք իրար հետ խոսենք ու ինչ որ որոշման գանք։ Այսինքն պետք է դուրս գալ այդ փրկողի, իր տեղը որոշողի կատեգորիաներից ու իր հետ հավասար տարապողի, իր հետ հավասար խնդիր ունեցողի։ Ամեն դեպքում իր հետ հավասար չես տարապ։ Միանշանակ։ Դա ինչ որ բռնություն բան չկա, իսկ դա արդեն ուրիշ բան է, էլի ոնց որ։ Պետք է դուրս գալ այդ շրջանակներից, բայց եթե այդ փոխկախյալությունը կա, այդ խնդիրը է, էլի, ասենց ասեմ, որպես հիվանդություն ինքը դասակարգված չի, բայց հոգեբանական խնդիր է։ Հոգեբանական խնդիր է, էլի։ Այսինքն դու համաձայն ես իմ ձևակերպման հետ, որ հենց դու սկսում ես փրկես, դու փոխկախյալ ես։ Դե մենակ այդ բանը կրիտերիան քիչ է փոխկախյալ լինելու համար։ Այնտեղ հետո ռեմիսիայի շրջանում շատ կարևոր, այսինքն նոր ինչ ասացի էլի, իր տեղը որոշել, ցենց կամ զոհի կարգավիճակում հայտնվել, շատ բաներ կա,
դու որ փոխկախյալ մարդ ես տեսնում, մի քիչ հետո շփվում ես, դու հասկանում ես։ Այդ լրիվ Ստեղ ունեք համաձայն իմ եմ, բայց իմ տեսանկյունից- կարծիքով հենց այդ փրկիչ այդ Կարևոր- կապմանի երանքյան մեջ հենց դու սկսում ես պտտվես, ժերտվա ագրեսոր սպասатель, որը ես հիմա հայերենի Այո. չեմ թարգման։ Всё, այդ արդեն փոխկախյալությունն է։ Կարող է շատ մոտ է։ Ես գիտես, մենք Կավոն չի ինչ սիրում հստակ Այո, որտեվ ես հասկացա։ Իմ ու քո տարբերությունը երևի թե դրանում է։ Հա, ես իսկականից չեմ սիրում։ Հա, ես հասկացա։ Որտեվ ցանկացած տեղեր կարող է ինչ-որ Դե հա, բացառություններ դժվար է, հասկանալի է, էլի։ առհասարակ այս թեմայի մեջ հստակությունը դժվար է լինելու մտցնել ստրոկեր, ձևեր, սխեմաներ, այդ հասկանալի է, բայց ես ես ինչի համար եմ ասում, որտեվ ես վստահ եմ դու էլ ես դրա հետ շատ առնչվում, ես էլ անverջ ես դրա հետ չեմ աշխատում, բայց անverջ նամակներ եմ ստանում ու երբ որ մարդիկ հստակ անընդհատ զբաղված են նրանով փրկելով, ոնց անեմ ինքը լավ լինի, ինչ անեմ ինքը լավ լինի, այսօր լավ տրամադրություն եկավ, ամեն ինչը լավ է, ոնց անեմ որ վաղն լավ տրամադրության մեջ լինի, սկսում է պտտվի այդ ընտանիքի կյանքը, ընտանիքի զույգի էական չի։ Այդ հիվանդության շուրջ Հա, այդ խնդիրը է, այդ հոգեբանների կողմից ոնց կարողա տենց մարդու հետ ապրես ու կարողանաս քո սահմանները նենց պահես, որ ընդհանրապես փոխկախյալության հարց չլինի։ Ես կդժվարանամ այդ հարցից իրականում պատասխանել, էլի։ Այսինքն դու ամեն դեպքում այն թեորիայի կողմնակիցն ես, որ հնարավոր է փոխկախյալություն Այ ես չլինի։ փաստերով տեսել եմ, էլի, ավելի շատ դեպքերում չկա կլինիկական իմաստով փոխկախյալություն, քան կա, այդ միանշանակ։ Երբ որ լինում է փոխկախյալությունը, բուժումը շատ է դժվարանում, որտեղ ինչ որ մի հատ բայի փոխկախյալ անձը պետք է անենց անի, որ այդ մարդը ոչ գիտակցական մակարդակով ես բնավ չեմ մեղադրում այդ մարդկանց, իրանց ծնտրի զոհն են, sense ասեմ, բայց պրովոկացիա անել, որ այդ մարդու մոտ սռի լինի, որ այդ մարդը էլի կախվածություն ունենա, որ ինքն էլ էլի այդ մարդուն փրկի, այդ պարտադիր բաղադրիչ է։ Փոխկախյալն էլ կախվածության մեջ անգնում իր փրկիչի դերից։ Հա, այդ պարտադիր բաղադրիչ է ու շատ կարա խանգարի։ Շատ։ Կարծում եմ այսօր այսքանով վերջացնենք, մենք արդեն չգիտեմ ինչքան ժամանակ ենք նստած, չնայած մենք էլի չքննարկած թեմաներ ունենք, ես կարծում եմ մենք կշարունակենք, պրոստը երկրորդ հաղորդումը կձայնագրենք այն մնացած ամեն ինչը քննարկելու համար, ինչ որ չքննարկեցինք։ Ես շնորհակալ եմ քեզ զրույցի համար, հատկապես հետաքրքիր է, երբ որ չենք համաձայնվում, որտեվ հիմնականում այդ ես ու Հայկան իրար հետ համակարծիք ենք լինում։ Տարակարծությունը ավելի հետաքրքիր է, բայց դե բնականաբար քո կարծիքը ավելի էական է։ Ես ճիշտ ես ասում, ես առնչվում եմ հաստատ ավելի նեղ ինչ որ кейսերի հետ, քան դու քո ինֆորմացիան ավելի լայն է։ Ես շնորհակալ եմ դրա համար, որ մեր հետ էիք ու հետևում եք մեր հաղորդմանը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդման շրջանակներում։